Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հերթական բացահայտումներին անդրադարձել է մեր լրագրող Էլիզա Գալուստյանը։ Ցավոք, ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի Վարդավառի տոնը առանց հանցավոր միջադեպերի չանցավ։ Հուլիսի 12-ին Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվեց կրակոցներով, վիրավորներով եւ աղմկահարույց տեսանյութով, որը շատ արագ տարածվեց համացանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով եւ գլխարկով տղամարդը ատրճանակը ձեռքին մոտենում մեկ այլ տղամարդու եւ կրակում նրա ոտքին։ Այնուհետև նույն անձը մի քանի կրակոց է արձակում ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո մեքենան վրաերթի է ենթարկում հենց կրակոցներ արձակած տղամարդուն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, միջադեպը սկսվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, վթարի ենթարկված մեքենաների վարորդների եւ նրանց ուղեկցող անձանց միջև։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված մի քանի ավտոմեքենաներ, կրակոցի հետքեր, ինչպես նաև կացինի պոչ, գլխարկներ, հողաթափեր եւ արնանման հետքերով այլ առարկաներ, որոնք առգրավել են որպես հնարավոր իրեղեն ապացույցներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը վարում է քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանության փորձի եւ խմբակային խուլիգանության հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն ինչպես հայտնի է, տեսանյութում կրակոցներ արձակող անձը դեռևս կալանավորված չէ։ Այս պահին նախաքննությամբ գործով հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Թե ովքեր են իրականում կրակոցների հեղինակները, ինչ դերակատարում է ունեցել միջադեպի յուրաքանչյուր մասնակից եւ արդյոք քրեական պատասխանատվության կենթարկվեն տեսանյութում երևացող բոլոր անձինք, ցույց կտան նախաքննության հետագա ընթացքը։